անցանք ուժը օպա։ Պարոն Ծառուկյան, գաղտնիք չէ, որ դուք քաղաքական գործունեություն չիրականացնելով հանդերձ կապեր եք պահել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչ օրակարգ է եղել։ Ոչինչ գաղտնիք, համագործակցել եմ Ռուսաստանը եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մարզական բոլոր ասենք կառույցների։ Լավ, հեսա 36-ը պատասխան։ Ասեք։ Ասում եմ քաղաքական գործունեություն չունենալով հանդերձ կապեր եք պահել Ռուսաստանի Դաշնության հետ, ինչ օրակարգի շուրջ եք այդ կապերը պահել։ Ես ասեմ լավ կապեր ունեմ Ռուսաստանի եւ քաղաքական եւ տնտեսական եւ մարզական աշխարհի ղեկավարության հետ, Ռուսաստանում ունեմ շատ լավ ընկեր եւ Դումայի հետ, Եդինե Ռոսիայի հետ, Վարգավաճ Չաստան ունի ուշագիր ստորագրած կոմունիստական կուսակցի հետ համագործակցում ենք եւ իմ նպատակը միշտ եղել է օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, տնտեսությանը, ես կարամ մենակ ասել, որ եղել է հարց Լարսի հետ կապված, որ անմիջապես դիմել եմ իմ ընկեր Ուսուկովիչին, Կալաշնիկովին, որ անմիջապես թուղթ են ներկայացրել Վալոդինին եւ տրամադրել են 3 միլիարդ, որը Լարսի հետ անցման կետը, քանի որ շատ նեղ էր, անցնում էր օրական 600 մեքենա, դա վերանորոգելուց հետո եղել է 1600 մեքենա, դա ես եմ կատարել իմ ընկերների շնորհիվ։ Եղել է վարորդների, որ պրավայի հարցը դիմել են, որ լիարժեք դառնա հայկական պրավաները գործի այնտեղ։ Հիմնական մեր այնտեղի աշխատողների մասին հարցերը կարգավորել են, քննարկել ենք, ասել ենք ցանկացած հարց, միայն ասելով չի պետք է ծանոթություն պետք է կապ։ Ես կապերը բոլոր հետ ունեմ եւ Եվրոպայի հետ, հիշեք որ Եվրոպայից 70-80 պատգամավոր էի բեր այստեղ, Անգլիայի հետ։ Շեյխեր են եկել նաև։ Ով? Շեյխեր, արաբա։ Դե հայ, շեյխերին ասենք թե Լոնդոնից լորդուհիներ ու արտանատատ ասում են լորդուհիներ, իրանք իրենց չեն եկել, մարդը պետք է աշխատի, մարդը պետք է կապ ունենա, կարող է զարգացնի, ծաղկացնի, որ աշխատանք լինի, աշխատություն, չէ՞ միայն վիրավորելով, հայոյելով, վախացնելով, ձերբակալով երկիր չի կառուցում, շեյխերին են բերել, շեյխերն են եկել, ուզեցել են ստե կառույցներ կառուցեն, ուզեցել են հայ ազգին ընդունելով, հարգելով, հիվանդանոց կառուցեն իրենց թագավորի անունով, որ անվճար լինի իմ ժողովրդի համար, ուզեցել են հյուրանոցներ կառուցեն, ցանկացած ասենք դե ամեն ինչ որ պետք է եղի, ասենք Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ հուշագիր ունենք ստորագրած, իսկ այս վերջի տարիները հիմնական իմ նպատակ է, վերջի 2 տարին մեր գերիների հարցն է եղել, որ անպայման դա մեր պատվի խնդիրն է, եւ մեր այնտեղ աշխատողների հարցով ենք զբաղվում, քննարկում, որոնք լուծումներ տան։ Պարոն Ծառուկյան, վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունը սանկցիաներ է կիրառում արտադրողների, հայ արտադրողների նկատմամբ, օրինակ Ջերմուկ գրուպի նկատմամբ արգելք դրվեց, դուք դա ինչով եք պայմանավորում, ոչ միայն Ջերմուկ գրուպն է, իդեպ որի իրոջ որդին հանդիսանում է Վայոց-Ձորի մարզպետը, դուք քաղաքական ենթատեքստ տեսնում եք սրա տակ եւ ինչ ռիսկերը կարող եք գնահատել, ինչ կարող է տեղի ունենալ։ Ես ասում եմ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որ ամեն ինչ անելով մեր երկրի համար համագործակցելու, ասելու, զգուշացնելու, եթե մենք կազմակերպում ենք եւ այսօր Ռուսաստանը պատերազմ է դա Ուկրաինայի դեմ եւ Ուկրաինայի նախագահին հրավիրում են այստեղ, որն ասենք խոսելով, վիրավորելով, դրա համար Ռուսաստանը ասում է ես ձեր ընկերն եմ, ձեր գործընկերն եմ, ասկա քննարկենք, բայց քարծերը ուտակում իրեն թշնամիներին հրավիրելով, քննարկելով, քննադատելով, Ռուսաստանը բան չի ասում, ասում է հայ ժողովրդին հարգում եմ, սիրում եմ, հարց ունեք, եկեք նստեք կլոր սեղանի շուրջ խոսանք, եթե դուք նախընտրում եք ուրիշ գործընկերներ, ձեր ցավը տանեմ, կոն որոշվեք, մենք
Այստեղ չեն նստելու, սպասենք, ուրեմն մենք քայլեր ենք կիրառելու։ Որ հիմա դու պատկերացրա, քայլեր եք կիրառում, եթե չի թողում։ Ասենք մենք այսօր գիտենք, որ տարեկան 160, ամսական 160-170 միլիոն դոլար տրանսֆեր է գալի մեր ժողովրդի, որ մեր հայրենակիցները աշխատում են։ Տարեկան 3 միլիարդ դոլարի մենք այստեղից արտանում ենք անում, ասենք թե պտուղ, բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ, չրեղեն, ձուկ, եթե հիմա դա ծաղիկ, դա հիմա չեկավ այդ 3 միլիարդը, ինչ է լինելու, գյուղերը փակվել է, ժողովուրդը սննկանալու է, տնտեսները փակվել է, եթե դու ունես ուրիշ ճանապարհ, որ ինքը կարող է այդ հարցերը կարգավորի, շատ ուրախ ենք, բայց գազը, որ թանկացավ Եվրոպայի գնին դառավ, այդ մարդը ուրիշ բան չի ասում, ասում է, թե իմ հետ թշնամի ես, ասա թշնամի, իմ հետ համագործակցություն, ուրիշ բան չի ասում։ Պետք է կողորոշած լինեին մինչև այլ, որ այսպիսի վիճակ հիմա այս նոր չեմ ասում, ոնց որ նույն բանը, Արցախում, ասել է Արցախը Հայաստանա ու վերջ, ես եկել եմ փոխելու, փրկելու, ու վերջում հայտարարեց Արցախը դա Ադրբեջանը ու վերջ։ Չեմ էլ կարող է 2 ամիս հետո ասի Երևանը Ադրբեջանա ու վերջ։ Տեսեք, քաղաքական հարցը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին սպառնում է ոչ միայն այսպես ասած բանտերը նետել, այլև օրինակ ձեր մասով էլ Արարատ ցեմենտի հարցն է բարձրացնում։ Մտահոգություն չկա։ Ուրեմն իմ մտահոգությունն է, իմ երկիրն է, ես ասել եմ մեկ անգամ երբեք իմ հայրենիքը ոչ մի բան հետ չեմ փոխի, դա ստեղծել եմ, դա ասենք թե անօրինական վախացնելու համար լիարժեք ասենք, եթե 25 տարի առաջ մարդը ոչ թե ասենք պետություն տալ հանատից գնաց է 25 տարի աշխատացնում է լիարժեք ամի բարձր մակարդակով կազմակերպված ցանկացած աշխատավարձով ամսական 500 միլիոն հարկ ենք տալ, ինչ հիմուն կոպետ, ինչը լանի ժամանակավոր բնույթ է կրելու, իսկ տեղը մարդկանց անհարմար վիճակի մեջ է դնում, ինչ կա դա։ Պարոն Չարուկյանի վերջին հասա է կարելի է մի րոպե։ Երիտասարդներից մեկն է մոտեցել ներողություն շուտ կորավ մեր աղջիկը։ Երիտասարդները վերջին ձեր Գյումրու այցից հետո, որ մասնակցեցիք վերջի զանգին, նման նկար են սարքել, եկավ ուզեց որ ցույց տամ ձեզ։ Ապրեք, շատ ուժեղ բան է, հիացած եմ, անավանդ այդ երեկոյին ես մասնակցեցի, վերջին զանգին մեր երիտասարդ ուսանողների, որ նրանք արդեն երկրորդ կյանք են մտնում, տեսնել իրենց ուրախությունը, իրենց շփիթը, իրենց փայլը, ամբողջ Գյումրին ցնծում էր, որը հիացած եմ, հիմա դու կարաս մի հատ կապնովի մեր երաժիշտների հետ, ասաց Ծառուկյանը ասեց, եթե կարանք կազմակերպել երկու գոնե խոշոր քաղաքում, Լեննականում եւ Կիրովականում, որ մեր շրջանավարտին ուրախացնենք, կարողանանք կազմակերպել, պարզ այդ մեծ քաղաքներում արդեն կողքերից կհավաքվեն, որ նույնպես կարողանանք մեր ուսանողությունը ուրախացնել, որ նրանք հիասթափված չլինեն, նրանք մեր հույսն են, ապագան են, երկրորդ կյանք են մտնում, մենք պետք է կարողանանք բոլոր պայմանները ստեղծելու մեր արժանի փոխարինողներին, դուքները տեղը ամեն ինչ ձեզ ձեռքում է, մենք ամեն ինչ կանենք, որ դուք այդ խեղճությունից ազատվելու համար, երաշխավորած խաղաղություն լինի, բոլոր պայմանները կստեղծենք, ձերն էլ գիտենք, հնարավորությունն էլ կա եւ այսօր ժողովուրդ արդեն այդ բոլոր ես որ գնում եմ բոլոր տեղերում ժողովրդուց է, այնպես որ դուքները տեղը հալածես ապրեք, մենակ մի հատ պայմանով ինձ տեղակայ, որ երկու քաղաքում մեր շրջանավարտին մենք ուրախացնենք, մեր շնորհակալանք խոսքը իրենց ասենք։ Շնորհակալ ես տեսած եք երեք շնորհավորել։ Մեր հարցին անդրադառնալու վարչապետ Փաշինյանը իր խոսքում հայտարարել էր, որ ակնարկել եւ նույնիսկ ուղիղ ասել, որ Անդրանիկ Թևանյանի հետ կապված դեռևս պիտի դեզանից բացառում ստանա, թե ով է հարկադրել, որ նրան ընդգրկել առաջադրվողների ցուցակը։ Ուրեմն սաղ ես կարող եմ ասել Անդրան Թևանյանի պես հայրենասեր, գրագետ, նվիրյալ, մարդ կեզնան վաղուց եմ ճանաչում, բայց այս 5 տարի մենք շփում չունեինք, այս 5 տարի ինքը ստեղծել է կուսակցություն, դա բոլորի աչքի առաջ, կարողացել է Երևանի քաղաքապետարանի մասնակցել 15%-ից ավել ձայներ հավաքել, իրավականին ունենալով, դրանից հետո Գյումրիում մասնակցել, նույնպես կարողացել է ստեղծի հավաքան եւ էջմիածում նա պատական մարդ չէր, որ ինչ որ միջնորդության կարիք ունենալ, բոլորը կխնդրեին մասնակցել, որ այդ մարդը իրանց հետ համագործել։ Ինքը մոտ է եկել ճանաչելով Ծառուկյան ջան, sense ցանկություն թիմով ենք խոսել, մենք ուզում ենք միասնական, որ այս երկու բան փոխել։ Կազմենք, ասենք թե մենք հիմնական միասնական իրար հետ մասնակցենք, դաշինք կազմենք
Ես ասեմ Տևան ջան, ես դաշինք չեմ կազմում, ասած չես էլ կազմում, մենք թիմով պատրաստ ենք, որ միասնական լինենք, որտեղ այսօր մի կուսակցությունը մի մարդը չի կարա սա փոխի։ Եվ մեծ ուրախությամբ եւ դրա համար ասենք թե հիմնականում իմ դրանք էլ գիտես ասենք թե եւ ուրա Գևորգ կստեղ է, Գևորգ ջանարի։ Խնդրեմ, որ այսօր քաղաքում, Երևան քաղաքում ճանաչվել են ամենա հավատարիմ նվիրյալ հավաքանիները ցանկացած զանգի գնում են եւ Գյումրիում եւ Էջմիածնում։ Այնպես որ ցանկացածը պետք է խնդրեր, որ Թևանը իրանց հետ համագործակցի։ Հենա Սուրեն ջան, ասա։ Եկել է նորից դիմել է, որ դաշինքով պարոն Ծառուկյանը ասել է, սա վերկուսակցական ընտրություն է, բոլորս պիտի մեկ ցուցակով վերազգային մասնակցենք ընտրություններին։ Եվ Մայր Հայաստանը եւ մենք նույն սկզբունքով այնպես որ ցանկացած մեկը ցանկանար որ Թևանյանի հետ համագործակցել։